Բարև ձեզ, դուք լսում եւ դիտում եք գործագործ հաղորդաշարը։ Այսօր իմ հյուրն է Արմինե Հակոբյանը։ Ողջույն Արմինե ջան։ Ողջույն Վարդուհի ջան։ Արմինե ջան, այնքան շատ մասնագիտություններ ունեք, որ ինձ պետք է խնդրեմ օգնեք, թե ինչպես ձեզ ներկայացնեմ։ Շատ լավ, ես գրում եմ հոգեբանական եւ փիլիսոփայական թեմաներով եւ վարում եմ գրական ուղղվածություն ունեցող բլոգ։ Իսկ մասնագիտությամբ սոցիոլոգ եմ։ Ահա։ Իսկ հիմնական աշխատանք ունեք, թե զբաղվում եք բլոգինգով եւ գրելով։ Ունեմ հիմնական աշխատանք ֆինանսական ոլորտում, կազմակերպությունը այդտեղ է իմ հիմնական աշխատանքը, որպես վերահսկող եմ աշխատում։ Հրաշալի։ Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք, այսօր հետաքրքիր թեմաներ կքննարկենք, ինչպես ձեր հիմնական աշխատանքից, այնպես էլ ձեր բլոգինգից եւ գրելու, ստեղծագործելու վերաբերյալ ահագին կխոսենք։ Ինձ հետաքրքիր է մշտական աշխատանք, ֆինանսական ոլորտ, վերահսկող, ոնց որ պաշտոն եւ գրել։ Մի տեսակ իրարից մի քիչ տարբերվում են, չէ՞, այնտեղ երևի հստակություն է պետք, այստեղ ստեղծագործ միտք։ Ինչպես է կարողանում միանշանակ այդպես է։ Ճիշտն ասած, շատ ավելի հետաքրքիր է, որ այդքան իրարից տարբերվում են համատեղելու հարցը, այսինքն իմ ստեղծագործական էներգիան ուղղված է իմ գրելուն ու գրքային բլոգին, իսկ աշխատանքը տալիս է լրիվ այլ էմոցիաներ եւ այլ հատկությունները զարգացնում եւ օգնում պահպանել, ինչը որ բոլորովին ստեղծագործական գործունեությունը չի կարող տալ եւ չի կարող ապահովել։ Այսինքն երկուսը իրար հետ շատ հետաքրքիր բալանս ինձ մոտ։ Իսկ դուք ստեղծագործել եք փոքրուց։ Այո։ Այսինքն փոքր հասակից սիրել եք գրել։ Այո, ես կարող եմ ասել, որ առաջին ստեղծագործություններս գրել եմ 7 տարեկանում, կարելի ասել տարերը սովորելուց ի վեր, բանաստեղծություններ էի գրում այդ ժամանակ եւ այդ ժամանակվանից մինչ այսօր իմ հույզերը միշտ արտահայտել եմ գրելու միջոցով։ Տարբեր հարթակներում, տարբեր ժանրերի, բայց գրելը միշտ այս կամ այն կերպ իմ կյանքում եղել է։ Իսկ արդեն որպես գիտակցական որոշում գրել եւ գրելու միջոցով իմ մտքերը հանձնել հանրությանը դա եղել է 2008 թվականից, երբ ավարտել էի համալսարանը, այսպես ասած սովորելու օֆիցիալ փուլը իմ կյանքում ավարտել էր եւ միտքս արդեն ուղղում էի ստեղծագործական գործունեությանը։ Գրում էի տարբեր հոդվածներ, էսսեներ, խոհափիլիսոփայական, հոգեբանական թեմաներով եւ ստեղծեցի այդ ժամանակ իմ բլոգը։ Արմինե բլոգ, որը մինչ այսօր կա 2008-ին 2010-ին եմ ստեղծել։ Գիտեք, 2008-ից 2010 երևի այդպես ուղղակի գրում էի, հրապարակվում էի տարբեր հարթակներում կամ իմ Facebook-յան հարթակի միջոցով էի հրապարակում ստեղծագործություններս, իսկ 2010-ին արդեն ինձ խորհուրդ տվեցին, որ կարող եմ ունենալ առանձին կայք, որտեղ ավելի հարմար կլինի ստեղծագործությունները տեղադրել, ընդհանուր ինչ-որ մի տեղ կլինի ստեղծագործությունների համար, այդպես որպես բլոգեր իմ գործունեությունը սկսեց այդ ժամանակվանից։ Երբ որ դուք վարում եք ձեր բլոգը, ունեք ինչ-որ բարբերականություն, որը պահպանում եք, օրինակ շաբաթը 1 եք դնում, թե մուսայի հետ է կապված, երբ կուզեք այդ պահին կգրեք, ո՞նց է այդ կառավարվում։ Գիտեք, երկուսը իրար հետ։ Ես կարող եմ ասել միջինում շաբաթը 1-2 անգամ ես ունենում եմ գրառումներ։ Իմ բլոգում ներկայացված են եւ իմ հեղինակային ստեղծագործությունները եւ վերլուծում եմ գրականություն, գրքեր եմ ներկայացնում, ռիվյուներ եւ միջինում ստացվում է շաբաթական 1-2 գրառում ունենում եմ։ Ճիշտ է, նաեւ մտքումս ունեմ, որ անպայման պետք է պահպանել այդ բարբերականությունը, բայց արդեն երկար տարիներ դա իմ կյանքի մի մասն է։ Այսինքն օրվա ընթացքում ունեք ինչ-որ ժամանակահատված, որը հստակ տրամադրում եք բլոգինգին եւ գրելուն։ Այո։ Չի լինում, որ չի ստացվում այդ ժամանակը տրամադրել։ Գիտեք, լինում է եւ փորձում եմ ես դրա հետ համակերպվել։ Առաջ շատ դժվար էր, մտածում էի, չստացվեց, ոնց կարելի է, բայց հիմա հասկանում եմ, որ մենք չենք կարող միևնույն ժամանակահատվածում անել ամեն ինչ։ Այսինքն, եթե կյանքի ինչ-որ մի փուլում, ինչ-որ մի տեսանկյունից շատ ավելի ծանրաբեռնված, օրինակ, երբ գիրքս էի գրում եւ այդ վերջի էտապներն էր գիրքը գրելու, խմբագրական աշխատանքը,
տպարանի հետ գործունեություն այդ ժամանակ շատ ավելի միտքս ծանրաբեռնված էր այդ տեխնիկական գործողություններով եւ մի փոքր ավելի քիչ էներգիա էր մնում ստեղծագործելուն ու ընթացիկ բլոգին եւ ես իմ մեջ այդպիսի հատկություն եմ դաստիարակել ընդունել, որ այդ պահին ուղղակի այդպես է պետք է այդ պահին ավելի շատ անես այն ինչը այդ պահին է անհրաժեշտ իսկ հետո անպայման կվերադառնաս եւ կշարունակես ճիշտն ասած քիչ են լինում տենց էտապներ որ դիսցիպլինար եք այսինքն հա փորձում եմ դիսցիպլինար լինել շատ լավ ոնց հասկացա դուք նաև կարդում եք շատ գրականություն որը որ վերլուծում եւ ձեր բլոգում տեղադրում եք վերջերս մի շատ խելոք մարդ միտք էր արտահայտել որ այն գիրքը որի վրա որ գրված է բեսթսելեր ինչ արժի կարդալ որովհետեւ չնայած հիմա շատ մոդայիկ են հա այդ գրքերը հիմնականում հոգեբանական ուղղվածությամբ եւ փիլիսոփայական ուղղվածությամբ եւ ես իսկապես հոգեբան գիտնականների հետ մի քանի գիրք որ քննարկել եմ նրանք էլ այն կարծիքին են որ շատ ոչ գիտահեն գրքեր կան որոնք օթից վերցված ինչ որ տեսություններ են տալիս մարդկանց, որոնք հեշտ են, հասանելի եւ ներկայիս սերունդը, ասենց չգիտեմ, հավեսով կարդում է ու իրեն թվում է, որ ինքը հոգեբան է, ու հետո սկսում է հոգեբանական բլոգեր վարել, սա այլ թեմա է։ Ինչպես եք վերաբերվում ժամանակակից գրականությանը, եթե օրինակ ասենց զուգահեռներ անցկացնենք, օրինակ ճանապարհին խոսում ենք Դոստոևսկիի կամ Լև Տոլստոյի հետ։ Ճիշտն ասած դասական գրականությունը ինձ համար միշտ ուրիշ նշանակություն է ունեցել եւ ունի եւ երբ ես ուզում եմ գրականության այդ բարձրագույն վայելքը բերկրանքը զգալ ես անպայման վերադառնում եմ դասականներին ու կարդում եմ իմ սիրելի գրողներից են Բալզակը, Ցվեյգը ես իրենց ստեղծագործություններից միշտ մի քանիսը էսպես պահում եմ որ կարդացած չլինեմ որպեսզի այդ պահը երբ գա ու ես շատ ուզենամ այդ վայելքը զգամ ունենամ նաև չկարդացած ստեղծագործություններ իմ սիրելի գրողներից ինչու ոչ նաև վերընթերցում եմ հաճախ իրենց եւ ինձ համար դասականը լրիվ ուրիշ է ես չեմ կարող ինքս իմ մեջ համեմատել բայց նաև ժամանակակից գրականություն եւս կարդում եմ ու կարող եմ ասել որ դա էլ իր դերը ունի գիտեք երբեմն ուզում ես ուղղակի կարդաս մի բան որը քո ժամանակի մասին է որը քեզ հոգեհարազատ է գրողը եւս մի մարդ է որ ապրում է նույն ժամանակահատվածում որին դու ունի նույն մտորումները եւ դա էլ լրիվ ուրիշ էմոցիաներ է ապարգևում այսինքն զուգահեռ երկուսը իմ կյանքում կան Որն է վերջին ժամանակակից թեկուզ մասնագիտական գիրքը որ ձեզ տպավորել է եւ դուք այդ գրքի մասին գրել եք օրինակ ձեր բլոգում Ես կարող եմ ասել ժամանակակից գիրք է մեր հայրենակցուհի Գոհար Դավթյանի գիրքը հավասարակշռության կետ դա եւ Գոհար Դավթյանը մեր հյուրը նույնպես եղել է Այո Հիմա էլ երկրորդ գիրքն է հրատարակել Այո գիտեմ եւ գրքին իհարկե անդրադարձել եմ իմ բլոգում գիրքը խորհուրդ կտամ մեր ունկնդիրներին եւս կարդալ այդ գիրքը որովհետեւ ինքը շատ բաներ է շատ հարցեր է օգնում կարգավորել մեր սեփական կյանքում հայացքը ուղղելով դեպի ներս իրականում մենք հաճախ մեր խնդիրները փորձում ենք լուծել արտաքին աշխարհում, մոռանալով, որ արտաքին աշխարհը ընդհանրապես մեր ներաշխարհի արտացոլանքն է։ Իսկ այդպիսի գրականություն կարդալով մենք կարծես վերհիշում ենք դա եւ ամեն ինչ դասավորում ենք ավելի ճիշտ մեր պրիորիտետները ավելի ոնց որ ճշգրտում է այդ գրականությունը։ Իսկ ձեր հետևորդների շարքերում ավելի շատ երիտասարդներ են, մեծեր են, կա ինչ որ sense աուդիտորիայի տարբերակում, որը մասին կկարողանաք մեզ հետ կիսվել։ Գիտեք, իմ հետևորդները, քանի որ բլոգս երկու լեզվով է, ասեմ որ հետևորդներից կեսը կամ միգուցե կեսից մի փոքր ավելին ռուսալեզու են, այսինքն միայն հայերի շրջանակը չի, եւ հիմնականում 30 տարեկանից բարձր։ Այսինքն շատ երիտասարդները չեն, որովհետեւ թեմաներն է, որոնց ես անդրադառնում եմ, ավելի հետաքրքիր են միջին եւ միջինից մի քիչ բարձր տարիքի մարդկանց։ Ես այդ տենդենսը նկատել եմ։ Իսկ օրինակ տեսականորեն հնարավոր է որ այդ նույն թեմաները, որոնց դուք անդրադառնում եք, ավելի վիզուալ, ավելի մոդայիկ ներկայացնելու դեպքում ձեր աուդիտորիան կարողանաք ավելի երիտասարդացնել, թե այս մասին չեք մտորել կամ մտորել եմ ինձ նույնիսկ շատ ասել եմ որ լինեն շատ վիդեոներ, ռիլեր, շատ ինչ որ թեթև մարսվող, ոնց որ content։ Ես պարբերաբար անդրադառնում եմ այդ հարցին ու միգուցե եւ մի օր
այդ ուղղությամբ ինչ որ փոփոխություն կատարեմ, որպեսզի այն մեսիջները, որ ես ուզում եմ ուղղել ընդհանուր առմամբ հանրությանը, ավելի լայն շրջանակների հասանելի լինի, թեկուզ վիզուալ գրավչության միջոցով։ Մենք էլի ճանապարհին հետաքրքիր թեմայի ենք անդրադարձել, որ կարծես թե հասարակությունը սկսել է շատ կարդալ, բայց մյուս կողմից է մի տեսակ ձևականություն կա, որտեղ շատերը գրքերը առնում են, ուղղակի նկարում են իրենց, չգիտեմ, այգու մեջ կարդալիս, գեղեցիկ սուրճի բաժակը դիմացը, բայց իրականում չեն կարդում, հա, տենց մարդիկ էլ կան, որոնք ուղղակի սիրուն նկարներ են ստանում, ռոմանտիկ։ Ոնց անենք, որ հասարակության ձեր կարծիքն է հետաքրքիր, հա, հասարակությունը ավելի շատ սկսի կարդալ եւ կարդալ լավ գրականություն եւ լավ գրքեր, որովհետեւ դրա շնորհիվ մարդը կրթվում է, ավելի լավն է դառնում, կողքինին ավելի շատ է սիրում, իսկ մեր ապագան դրա մեջ է, հա, որ մենք ավելի լավը լինենք։ Իհարկե։ Ինձ թվում է տարբեր հարթակների միջոցով խոսել է այդ մասին ուղակի եւ իհարկե նա ով չի գա այդ մտքին բնականաբար չի գա, բայց նա ով գտնվում է սահմանին կարող է այդ հարթակները, հարցազրույցները, տարբեր միջոցառումները, որոնք կազմակերպվում են, կարող են խթանել, որպեսզի ավելի արագ լինի այդ գործընթացը։ Մի փոքր երևի նաև դիսցիպլինա եւ համբերություն պետք է, չէ՞, դաստիարակենք մեր երիտասարդ սերնդի մեջ, որովհետեւ արագին են սովորել եւ որքան արագին սովորում են, ավելի արագ ինչ որ բան են ուզում, նույն ռիլերը, որ չգիտեմ, 1 րոպեանոց ռիլը արդեն դարձել է բավականին երկար երիտասարդների համար 15 վայրկյանն է եւ իդեպ շատ հետաքրքիր էլի դիրքորոշում եմ լսել, որ երբ որ խոսում են դասական գրականությունից ու ասում են օրինակ, չգիտեմ, կարելի է նույն Դոստոևսկիի, հա, Պրեստուպլենիի նակազանի գիրքը վերցնել ու կարճ կարդալ արհեստական բանականության միջոցով, շատ լավ կարծիք լսեցի, որ ախր այդտեղ կարևորը իրադարձությունները չեն, իհարկե լիովին համաձայն եմ, կարևորը գրելու ոճն է, լեզուն է, ամեն արտահայտությունն է։ Ես բոլորովին չէի ցանկանա հատկապես դասական այդպիսի գլուխգործոցները լինեն ավելի կրճատ, որովհետև դրանք կկորցնեն իրենց հմայքը։ Իհարկե կան գրքեր, որոնք որտեղ սյուժեն է կարևոր, կարող ենք կարճ ֆիլմ, հա, ստեղծել կամ կարճ տարբերակը, նաև ասեմ, որ կարճ տարբերակ այդ լսելու հնարավորությունը, որ կա, իհարկե դա շատ լավ է, ավելի լավ լինի դա, քան չլինի ոչինչ, այսինքն այն մասը մարդկանց, ովքեր այդ կարճ տարբերակը չլինելու դեպքում միևնույնն է, երկարը չեն կարդալու, իրենց համար դա շատ լավ է, բայց երբեք պետք չի փոխարինել կամ դա հավասարարժեք համարել։ Այսինքն գրքի մեջ ոչ միայն սյուժեն է կարևոր, այլ նաև հերոսը իր ապրումներով, իր կերպարով, որովհետև մենք վերլուծում ենք մարդուն, վերլուծում ենք, թե ինքը տարբեր իրավիճակներում ինչպես կարող է դրսևորել իր անձի դրական եւ չափազանց բացասական կողմերը, հա, որ հասկանանք, որ յուրաքանչյուրիս մեջ կա, հա, այդ, չգիտեմ, երկու կողմերը եւ գիրքը դրանով է հմայիչ, որ նստում ես, կարդում ես, բացի դրանից որ գրագետ ես դառնում, հա, նաեւ կարեւոր է այդ հատվածը։ Ես իսկապես շատ այսպեսի թեմայի էլ կուզեի անդրադառնալ, որ սոցցանցերում, նույնիսկ ոչ սոցցանցերում, բիզնես գրագրության մեջ ես շատ եմ նկատել անգրագետ հայերեն լեզվով եւ նամակներ եւ շատ ցավալի է դա։ Շատ ցավալի։ Այսինքն սխալներ, որոնք մենք թույլ կտանք երևի երկրորդ կամ երրորդ դասարանում եւ դա գրում են բարձր պաշտոնյաները։ Եվ ես երբեմն որևիցե մի բառ գրելիս մեկ էլ սկսում եմ կասկածել։ Եթե առաջ վստահ էի, որովհետև կարդացել էի, գիտեի, որ այս բառի ուղղակությունը այսպիսին է, հիմա այնքան եմ սխալ կարդում, որ կարող եմ սկսեմ կասկածել, էլի, ինչպես անել, ինչ որ լուծում կա սրան, որ մարդիկ նաև սկսեն ճիշտ գրել, հա։ Գիտեք, իրականում շատ ցավալի է, երբ կարդում ես եւ տեքստերում այդ սխալներն ես տեսնում, որովհետեւ իրականում մենք ուղղագրություն սովորում ենք ցածր դասարաններում, իսկ այդ ամենը պահպանվում է այն բանի շնորհիվ, որ լինելով կրթված մարդ եւ առնչվելով գրականության անդադ մենք անընդհատ դա կրկնում ենք եւ եթե այդ հնարավորությունը չկա շատ դժվար է ես գիտեք կարծում եմ պատճառը ինչու՞մ է պատճառը լատինատար գրագրության մեջ է չէ որ մենք լատինատարով լրիվ ուրիշ ձևով ենք գրում լատինատարով հայերեն բառեր հա ու մենք սկսում ենք մոռանալ ուղղագրությունը ինձ թվում է դա է պատճառը որ գրագիտության պակաս կա այսօր նաեւ
հրատարակվող նյութերում։ Միգուցե, այո, հրատարակվող նյութերում էլի բազմաթիվ սխալներով։ Շատ ցավալի է, երևի պետք է ինչ-որ չափանիշներ ուղղակի դրվեն։ Իրականում չկան չափանիշներ հրատարակվող գրքերի համար։ Հատկապես եթե հեղինակային հրատարակություն է, դու գիրքը հրատարակում ես, տալիս ես տպարանին, տպագրում ես, հետո կարող ես տանել գրախանութներ կամ ինքնուրույն ինչ-որ այլ կերպ վաճառել եւ որևէ մեկը չկա, որ նստի ու ստուգի ու ասի, որ այս գիրքը պետք չէ, որպեսզի հասանելի դառնա հանրությանը։ Երևի այդ խնդիրը լուծելու համար հենց այդ շերտում ինչ-որ մի բան պետք է փոխվի։ Շատ շնորհակալ եմ կարծիքի համար, նաև երևի պետք է որոշակի վերահսկողություն, չգիտեմ իհարկե տեսականորեն ինչպես կարելի է վերահսկել, երբ որ գրքում ակնհայտորեն վերցված է որևիցե մեկ այլ մարդու միտք, առանց որևիցե հղում տալու այդ մարդու մտքին ու մարդիկ էլ կարդում են, չգիտեն, հա, հեղինակը ով է իրական մտքի, կարծում եմ այս այդքան էլ էթիկական չի, հա, երբ որ վերցնում եւ օգտագործում են առանց հղման, հա, որովհետեւ հղում տալով լրիվ նորմալ է օգտագործել գիտնականների մտքերը եւ տեսությունները։ Արնե ջան, դուք գիրք եք հրատարակել։ Այո, վերջերս լույս է տեսել իմ երկրորդ գիրքը, Տիեզերական սիրո էներգիան մեր կյանքում իրական պատմություններ, որը ես ձեզ սիրով նվիրում եմ։ Շնորհակալ եմ շատ, ես շատ եմ լսել ձեր գրքի մասին, սիրով կկարդամ, սիրով։ Տիեզերական սիրո էներգիան մեր կյանքում եւ իրական պատմություններ եք ներկայացրել։ Այո։ Պատմությունները ձեր կյանքից են։ Պատմությունները տեղի ունեցել կամ իմ կյանքում, կամ ինձ անմիջապես պատմվել են այդ պատմությունների մասնակիցների կողմից։ Այս գրքում տեղ գտած պատմությունները գրել եմ 2018 թվականից ի վեր եւ հետո արդեն երբ հավաքվել էր արդեն որոշակի քանակություն, որոշեցի գրքի տեսքով ներկայացնել հանրությանը։ Հիմնականում ասեմ, այս պատմությունները միավորում է այն, որ դրանք բոլորը ունեն ինչ-որ թաքնված իմաստ, թաքնված ասելիք։ Եվ ինչու եմ գրում եւ ներկայացնում հենց իրական պատմություններ։ Իհարկե մեր յուրաքանչյուր ասելիք հասցնելու համար ընթերցողին մենք կարող ենք նաև հորինել տարբեր պատմություններ, բայց եթե ուշադիր լինենք կնկատենք, որ իրականությունը շատ ավելին է տալիս եւ մեր ցանկացած գաղափար, որ արդեն մեր մեջ հասունացել է, շատ ավելի լավ արտացոլված է հենց իրական պատմությունների մեջ եւ շատ ավելի լավ կլինի նկատել այդ իրական պատմությունները։ Եվ ես ներկայացնում եմ իրական պատմություններ, որտեղ արտացոլված են տիեզերքի օրենքները, կյանքի իմաստությունները, այդպես դրանք բոլորը իրական պատմություններ են, որոնք ինչ որ իմաստ ունեն եւ հենց այդ իմաստը հաղորդելն է եղել նպատակս։ Արնե ջան, ինչքանով կարող է գրողը անկեղծ լինել իր ընթերցողների հետ։ Օրինակ, չգիտեմ, այդ անձնական դաշտը դուք կարողանում եք պահպանել, թե ձեզ համար նորմալ է, որ դուք շատ անկեղծ ինչ-որ մի բան պատմեք պատմությունների մեջ։ Ես անկեղծ եմ պատմում բավականին այս գրքում, նույնիսկ ընթերցողները ասում են կենսագրական է, բայց իրականում կենսագրական չի, որովհետև դա կտրված ուղղակի առանձին պատմություններ են։ Այսինքն այն ամենը, ինչ ներկայացված է ու շատ պատմություններ հենց առաջին դեմքով են, ինձ են, իմ մասին են։ Ես այդպես անկեղծ ասում եմ, որովհետև ուզում եմ իրականում հասցնեմ այն մեսիջները, որոնք այդ պատմությունների միջոցով ինքս հասկացել եմ, եւ ինձ մոտ այդ անկեղծության սահմանը միգուցե բավականին ոնց որ այդքան խիստ չէ։ Գրքումս կան նաև պատմություններ, որոնք ուրիշ մարդկանց են վերաբերում, իհարկե այդտեղ փոխել եմ անունները, փոխել եմ այն հանգամանքները, որոնք որ չհասկանանում Հայաստանում բոլորը գիտեն խոսքը, իհարկե։ Ես կարծում եմ, որ անկեղծ միանշանակ գրողը պետք է լինի։ Իհարկե ինչ որ բան եթե չի ուզում ասի, բնականաբար կա անձնական տարածք, պարտավոր չի դա ասել, բայց անկեղծ չլինելը չպետք է քողարկի այնպիսի փաստեր, այնպիսի հանգամանքներ, որոնք խեղաթյուրեն մեսիջները, որոնք ինքը ուզում է հասցնել, այսպես։ Արնե ջան, ես նկատում եմ, որ դուք ձեր գործունեության տարբեր հատվածներում ինչ-որ բան եք ուզում ասել, մարդկությանը, հասարակությանը, եթե սենց փորձենք ամփոփել, ինչ գաղափար եք ուզում փոխանցել, կամ ձեր ինչին է պետք այդ լավ բաները փոխանցել այլ մարդկանց։ Այ ճիշտ ասած շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Իրականում այսպես ասեմ, մի քիչ հենց այս գրքի մասին խոսելով կարող եմ պատասխանել այդ հարցին։ Գրքի վերնագրից սկսենք, տիեզերական սիրո էներգիա։ Ինչ եմ ուզում դրանով ասել։ Ես երկար մտածում էի
ինչ վերնագիր ընտրեմ իմ գրքի համար եւ եկան հանկարծակի այդ բառերը եւ իմաստը նրանում էր որ տիեզերական սիրո լույսի ներքո նայել մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններին դա մեզ համար լավագույն մոտեցումն է մեր կյանքում այստեղ գրքում ներկայացված իրադարձությունները համենայն դեպս կամ մեր ցանկությունների իրականացումն են եւ մեր մտքերի ոնց որ կատարումն է, որը տիեզերական օրենքների համաձայն անպայման տեղի է ունենում, կամ ինչ որ դասեր պարունակող իրադարձություններ են, որոնք ես վեր եմ լուծում, հասկանում եմ այդ դասը։ Եվ դրանով ուզում եմ օգնել ընթերցողին եւս իր կյանքում տեղի ունեցող տարբեր դեպքերը վերլուծել եւ հասկանալով դասը անգամ առաջին հայացքից տհաճ թվացող իրադարձությունների նկատմամբ փոխել վերաբերմունքը ու ստանալ այն բարիքը ինչ որ այդ իրադարձությամբ ի վերուստ իր համար նախատեսված է ճիշտն ասած գրելուս մոտիվը հիմա վերջին տարիներին հիմնականում նաև իմ հոգեբոր զարգացմանը համընթաց դարել է այն ամենը ինչ ինձ գալիս է իմ կարդացած գրականության միջոցով, գուցե հոգեբոր ուսուցիչներին լսելու միջոցով կամ արդյունքում իմ պրակտիկ փորձով, այն լուսավոր պահերը, որ գալիս են հանձնել նաև ուրիշներին եւ դրանով ամբողջականանում է այդ ամեն ինչը ինձ համար։ Այսինքն վերցնելու ու տալու օրենքն էլ է, հա, գործում ենք, լիցքավորվում ենք, տալիս ենք, որպեսզի այն տեղ ունենանք, որ լիցքավորվենք։ Դա էլ է տիեզերքի օրենքներից, երբ ստանում ես գիտելիք, պետք է փոխանցես։ Քո մեջ պահելը դա մի տեսակ այդքան էլ ճիշտ չի։ Ճիշտ եմ հասկանում, որ գրքի մեջ նաև այն իմաստը կա, որ մենք բնության մի մաս ենք, տիեզերքի մի մաս ենք եւ մենք կապի մեջ ենք գտնվում եւ բնության եւ տիեզերքի հետ։ Եվ մեր ցանկացած լավ եւ դրական եւ բացասական արարք էմոցիա եւ միտք փոխանցում ենք տիեզերք եւ համապատասխանաբար համարժեք պատասխան ենք ստանում միանշանակ։ Իսկ դուք հանդիպել եք մարդկանց, ովքեր ասում են դե լավ ինչ լուսավոր, դե լավ ինչ տիեզեր կամ ինչ վատ է, ավելի վատ է լինելու։ Ինչպես եք պայքարում կամ չեք պայքարում կամ ինչ եք անում այդ մարդկանց հետ դիսկուսիայի ընթացքում, որտեղ մարդիկ կան, որոնք ուղղակի չեն ուզում լսել ու չեն հասկանում, հա։ Միանշանակ կա։ Դա իհարկե շատ մարդկային է եւ հասկանալի է, երբ դուք գտնվում ես վատ վիճակում, անցնում ես կյանքի բարդ շրջաններով, իսկ բարդ շրջանները միշտ կան, որովհետև կյանքը ի վերջո դասերի ոնց որ հերթափոխ է։ Մի դասը ավարտում ենք, մի պահ հանգստանում ենք եւ լինում է ավելի հանգիստ շրջան, հետո գալիս է մյուս դասը։ Ուղղակի պետք է հասկանանք, որ դա դաս է ու պետք է անցնենք, բայց նաեւ մարդկային է ու շատ նորմալ է այդ ընթացքում, երբ քեզ ցավալի է բողոքելը ու նույնիսկ նյարդայնանալը, երբ որ լսում ես ինչ որ լուսավոր բաներ, հա։ Ես շատ լավ հասկանում եմ այդ մարդկանց, փորձում եմ հնարավոր ձևով փոխանցել դրական մեսիջներ, օրինակներ բերելով նաև իմ կյանքից, ինչպես եմ ես ինքս հաղթահարել նմանատիպ իրավիճակները, բայց գիտեք կա նաև ինչ-որ սահման, երբ մարդը չի ուզում լսի, պետք չի նրան շատ սենց, որովհետև բայց այնպես չի, որ հիմնականում չեն ուզում լսեն։ Ես օրինակ այդ դիտարկումը ունեմ, հիմնականում մարդիկ դիսկուսիայի մեջ մտնում են, որ իրենք իրենց կարծիքն ասեն։ Մեծ մասը, չեմ ասում բոլորը։ Ու իրենց համար ասենց իրենք իրենց համոզմունքներով, արժեքներով ինչ ուզում ես ասել, իրենք գիտեն, որ իրենք ճիշտ են։ Այդպես չի։ Կա այդպիսի բան, այդպիսի տենդենս կա, ոնց որ։ Բայց կան մարդիկ, ովքեր ձեզ լսում են։ Իսկ եղել է այնպիսի իրավիճակ, որ տեսեք լավին հավատալ, հա, ոնց որ sense բարի տրամադրվել, կլինի դա, չգիտեմ, հավատքով, կլինի դա տարբեր երևույթների եւ երևույթներով առաջնորդվելով, բայց գալիս է մի պահ, որ ինչ որ այսպիսի կարող դժվարություն լինի, որ հենց ձեզ կարող է դժվար լինի հավատալ, որ ամեն ինչ տենց լուսավոր է, որովհետև եթե օրինակ sense գլոբալ նայում ենք երկրագնդի վրա իրադարձություններին, անարդարություններին, չգիտեմ, հա, փոքրիկ երեխաների հիվանդություններին, այս ամեն ինչի մեջ, հա, բուդդիզմը իր պատասխանն է տվել կարմայի գաղափարով եւ այլն, բայց մի քիչ դժվար է հավատալ, որ այս կյանքում ամեն ինչ արդար է եւ լուսավոր է այդքան։ Այ ոնց ինչպիսին է ձեր կարծիքը։ Ես լրիվ համաձայն եմ ձեզ հետ, այո, կան իրավիճակներ, երբ ես ուղղակի հիշում եմ այն գիտելիքը, որը մենք լիարժեք զգալ չենք կարող, պարզապես կա դա որպես գիտելիք, որ մեր կյանքը միայն այս կյանքը չէ։ Եվ այն ամենը, ինչ մենք հիմա տեսնում ենք եւ մեզ թվում է
օրինակ փոքր երեխայի հիվանդությունը կամ ինչ որ այլ համարժեք ծանր բան, որտեղ մենք չենք կարող որևէ կերպ բացատրել եւ արդարացնել այս իրականության մեջ, մենք հասկանում ենք, որ դա միգուցե եկել է անցյալից կամ ապագայում փոխհատուցվելու է։ Միակը այդ գիտելիքն է, որ օգնում է դա ընդունել։ Դա որպես ուղղակի գիտելիք ինքը մի քիչ շատ խորը դաշտ է ու մի փոքր դժվար է անցալելը։ Բայց ամեն դեպքում մենք էլ պետք է հստակ գիտակցենք, որ մի ահռելի աշխարհ կա, որը մենք չգիտենք անգամ, որ չգիտենք դրա մասին, հա։ Մենք շատ փոքր մասնիկն ենք իրականում։ Մեր փոքրիկ ուղեղով մեզ թվում է մենք ամեն ինչ գիտենք, բայց ինչքան բան չենք հասկանում, հա։ Իրականում անհնար է այդ ամենը հասկանալ, ուղղակի պետք է ունենանք այդ խորը հավատը վերին ուժի նկատմամբ։ Դա օգնում է ցանկացած իրավիճակում։ Եվ ամեն մարդ կարող է իր պատկերացումն ունենալ վերին ուժի ինչպիսին է եւ քննարկելի եւ քննադատելի, դա իմ տեսանկյունից չի։ Համաձայն եմ լրիվ։ Ես մի հետաքրքիր գիրք եմ կարդում, որը ստեղծագործ մտքի մասին է, վերջին մի քանի օրվա ընթացքում կարծում, շատ հետաքրքիր գիրք է, պրակտիկ վարժություններով, թե ինչպես անել, որպեսզի մարդու մոտ ստեղծարար միտքը չքնի։ Իդեպ ինքը ոչ միայն ստեղծագործող մարդկանց է վերաբերվում, այլ յուրաքանչյուրին, ասելով, որ ամեն մեկիս մեջ կա այդ ստեղծագործողը։ Երկու հարց ունեմ ձեզ։ Արդյոք հավատում եք, որ յուրաքանչյուր մարդ կարող է ստեղծագործել, լինի դա գրել, նկարել, նվագել, սա ասեք, երկրորդը կասեմ։ Կանայ Ջուլիա Քեմերոնի խուդորշնիկը գրքի մասին է գնոց, ես այդ գիրքը շատ եմ սիրում։ Ես կարծում եմ, որ քանի որ Արարիչը ստեղծել է մեզ իր օրինակով եւ նա Արարիչն է, մենք բոլորս ունենք այդ արարելու ունակություն եւ այդ ստեղծագործական էներգիան պարտադիր չի, որ դրսևորվի արվեստի գործերի մեջ։ Դա կարող է դրսևորվել շատ հասարակ, օրինակ ուտելիքը գեղեցիկ ձևով մատուցելու մեջ կամ ինչ որ այլ հարցում ու յուրաքանչյուրը իր աշխատանքում եւս կարող է ստեղծագործական տար դնել, նույնիսկ եթե այդ աշխատանքը ի սկզբանե ստեղծագործական չէ իր բնույթով։ Եվ ես կարծում եմ, որ այդտեղ է հիմնական, որովհետև եթե մենք կտրվենք ստեղծագործելուց, մեզ համար կյանքը շատ չոր ու անհետաքրքիր կլինի։ Ուղղակի պետք է լայնացնել ստեղծագործել հասկացությունը մեր մտքում, ինչ է նշանակում ստեղծագործել։ Ես այդպես եմ կարծում։ Եվ այնտեղ պրակտիկ վարժություններ են առաջարկում, հա, թե ինչպես մաքրել միտքը առօրյա խնդիրներից, առավոտյան գրել այդ խառը մտքերը, որ ունենք, որպեսզի մեզ մաքրենք ու մենք կարողանանք ստեղծագործել։ Ես պատկերացնում եմ, որ մեզ լսողների եւ դիտողների մեջ կարող են գտնվել մարդիկ, ովքեր ասեն լավ ով է այդքան պարապ, որ ամեն առավոտ գրի խառը մտքերը, բայց դա մեթոդ է, որը առաջարկել է այդ կինը, որը իդեպ նաեւ տրեյնինգներ է երկար տարիներ անցկացրել։ Արդյոք դուք ինչ որ եղանակ ունեք, որի միջոցով ձեր առօրյա խնդիրներից կարողանում եք ազատվել, որ կարողանաք ստեղծագործել, գրել, հա, այսպիսի հավես բաներով զբաղվել։ Ինձ մոտ գիտեք ոնց է, ես գիտեմ որոշակի գործողություններ, որոնք ես անում եմ արդեն ժամանակի ընթացքում ուղղակի հասկացել եմ, որ այդ գործողությունները նպաստում են, որ միտքս մի տեսակ հանգստանա, ազատվի եւ այդ ստեղծագործական էներգիաները գան, ինձ մոտ դա քայլելն է։ Հատկապես եթե ստացվում է բնության գրկում քայլել։ Դա շատ լավ է նպաստում իմ ստեղծագործական էներգիաներին։ Հետո նաև մեքենայով երթևեկելիս ականջակալներով լսում եմ երաժշտություն, այդ ընթացքում եւս ես կտրվում եմ առօրյայից։ Այդ երկու գործողությունները հիմնականում կարող եմ ասել եւ աշխատում եմ, որ ամեն օր թեկուզ 10-15 րոպե այդ գործողությունների իմ առօրյայում լինեն։ Ինձ օգնում են եւ բալանսի են բերում դրանք։ Իսկ որաստիկ քայլել բնության գրկում, էլի ականջակալներով, թե բնության ձայներով։ Չէ, ականջակալներով չէ։ Այդ ժամանակ ուղակի բնության ձայները կամ շուրջս եմ նայում։ Եվ դա ձեր ամենօրվա կյանքն է, հա, այսպես անդադ լինել հիանալի, ինձ թվում է, չգիտեմ, փորձում եմ ճիշտն ասած, միգուցե այդպես հենց ամեն օր չի ստացվում, բայց փորձում եմ։ Որովհետև շատ մարդիկ հոգսերի մեջ առավոտից երեկո, չգիտեմ, արտան մեն գնում են գործի գալիս են, գնում են նորից նույն հա ցիկլիկ գործողություններն են անում, ինչը որ, չգիտեմ, մի քիչ դժվար է այս խառը իրավիճակի մեջ այդ ամեն ինչից դուրս գալ։ Այ ոնց է կարողացել հենց ի սկզբանե աշխատելով հանդերձ ունենալ այդ ձեր տաքուկ անկյունը, որը կոչվում է ստեղծարարություն, ստեղծագործելու, չգիտեմ, sense աշխարհ։ Գիտեք, միշտ չի այդպես եղել։ Ես ձեզ ասեմ ինչպես եմ եկել դրան։
շատ տարիներ առաջ, հա, երբ ես այսպես էի մտածում, որ կգա ինչ-որ ժամանակահատված, որ իմ աշխատանքը ինձ այնց ավելի քիչ էներգիա կվերցնի եւ ես կլինեմ ազատ ու իմ ամբողջ էներգիան կուղեմ ստեղծագործելուն։ Բայց այդ ժամանակահատվածը չէր գալիս։ Եվ ես որոշեցի հակառակ ձևով հարցին մոտենամ։ Անկախ ամեն ինչից մի փոքր ժամանակ օրվա մեջ տրամադրեմ ստեղծագործելուն, որովհետև դա այն գործունեությունն է, որը ինձ բերում է բավականություն եւ ես տեսնում եմ, որ այլ մարդկանց էլ կարող եմ դրանով ինչ-որ բան տալ։ Եվ երբ ես սկսեցի ինքս այդպես անել, կարծես ամեն ինչ դասավորվեց այնպես, որ նաև հնարավորությունները շատացան։ Այդպես կարող եմ ասել։ Տիեզերքի օրենքն է, այո, այո։ Երբ մենք զբաղվում ենք ինչ-որ գործով, որ համարում ենք մեր առաքելությունն է, անկախ ամեն ինչից ենք զբաղվում, տիեզերքը ստեղծում է հնարավորություններ, որ մենք ել ավելի զբաղվենք։ Այսինքն պետք չի սպասել, որ գալու է լավ ժամանակ, որ մենք դա կարողանանք անենք։ Պետք է անենք այն ժամանակում, որը կա, թեկուզ օրական 2-3 րոպե եւ այդ հնարավորությունը կբացվի ընթացքում։ Իմ փորձը այդպեսին է։ Հրաշալի փորձ ունեք, Արմինե ջան, ձեր գիրքը որտեղից կարող են գնել այն մարդիկ, ովքեր մեզ լսեցին ու իրենց հետաքրքրեց, գրախանութներում կա, այս պահին կա Bookinist-ում, Զանգակում, կա նաև on-line գրախանութում Bookeduk, եւ նաև գիրքս կա էլեկտրոնային Litres-ում է վաճառվում, էլեկտրոնային տարբեր։ Ռուսական կայքում դրել եք։ Հա, ռուսական կայքում դրել եմ, լինելու է նաև ռուսերեն, կարծում եմ 2 շաբաթ հետո կարծում եմ կլինի արդեն նաև ռուսերեն տարբերակը, դեռ այն էլեկտրոնային։ Ձեր հետևորդների են ստվար զանգվածը հաստատ սպասում է գրքի ռուսերեն տարբերակին։ Հա, միանշանակ։ Շատ շնորհակալ եմ, Արմինե ջան, շատ հետաքրքիր զրույց էր։ Ես էլ այսպես լիցքավորվեցի, իսկապես։ Շատ շնորհակալ եմ, ես էլ շատ հաճելի էր։ Որակով, չգիտեմ, ինֆորմատիվ, ձեզ միայն հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Ես ձեզ անպայման կհետևեմ Instagram-ով, կսպասեմ ձեր Շնորհակալ եմ հոդվածներին։ Ամենայն բարիք եմ ձեզ մաղթում, Արմինե ջան, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, ես նույնպես մաղթում եմ ամենայն բարիք։ Շնորհակալ եմ, դուք լսում եւ դիտում եք Գործագործ հաղորդաշարը։